Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Սիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված մհերաբարակաձե անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիներուն։ Աննշած է, որ ներկայիս Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար, մինչդեռ Ադրբեջանը որևէ փոխադրամիջոցային կամ տնտեսական կապ չապահով էր Հայաստանի համար։ Փաշինյանը հիշեցուցած է, որ Տակավին 2022 թվականին կառավարությունը առաջարկած էր սահմանին վրա 3 անցակետ բանալ, որպեսզի ադրբեջանական բեռնադարերու ու մարդադար ինքնաշարժները գրնան անցնել Հայաստանի տարածքեն Նախիջևան եւ Թուրքիա ուղևորվելու համար։ Սակայն այս նախաձեռնությունը չէ իրականացած Ադրբեջանի մերժողական կեցվածքին հետևանքով։ Տարածաշրջանային հաղորդակցություններու հարցն է, որ ամենեն հաճախ կշահարկվի կամ զորաչարժի կենթարկվի Ադրբեջանի կողմէ։ Armen Press-ի մեջ հրաբարակված հոդվածի մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշած է, որ Բաքուն կբնթե թե Հայաստանը չի կատարել իր բարդավորությունները, հղում կատարելով այն ակնհայտ փաստին, որ հաղորդակցության ուղիները փակ են երկու երկրներուն միջև։ Նախ հարգավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մեկ միագողմանի բարդավորություն ունի։ Երկու կողմերն ալ բարդավորված են միմյանց համար փանալ բոլոր փոխադրամիջոցային եւ տնտեսական հաղորդակցությունները։ Այսօր Ադրբեջանի ոչ մեկ փոխադրամիջոցային կամ տնտեսական հաղորդակցություն բաց է Հայաստանի կամ Հայաստանով անցնողներու համար։ Ոչ ճանապարհ, ոչ երկաթուղի, ոչ խողովակաշար, ոչ էլեկտրական հաղորդակցության քիչ, ոչ մալուխ։ Նիկոլ Փաշինյանը շեշտած է, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Դեռ 2022 թվականին կառավարությունը շրջանառության մեջ դրած է Հայաստան-Ադրբեջան սահմանին վրա 3 սահմանային գետ բանալու մասին որոշման նախագիծը, որ կվերապերի Ադրբեջանի բեռնադար եւ մարդադար ինքնաշարժներուն մեր տարածք մուտք գործելու եւ օրինակ դեպի Նախիջևան ու Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու։ Այդ որոշումները չեն ընդունված միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ Հայաստանի կառավարության կողմէ գրնան ընդունվել 1-2 շաբթվան ընթացքին։ Իհարկե, թեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվին, բայց ադիգան նույնպես կարելի է բավական արագ անել։ Բայց ճիշտ հիմա զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնադարները գրնան Լաչին Գորնիցոր հատվածով, Գորնիցոր անցակետով մուտք գործել Հայաստանի տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա, նույնը եւ հակառակ ուղղությամբ։ Նման դարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է։ Կմնա միայն դե յուրե որոշում կայացնել, ընդգծած է երկրի ղեկավարը։ Անհավելած է, որ մենք պատրաստ ենք նման որոշում կայացնելու, եթե Ադրբեջանի եւ Թուրքիա կողմէ հետաքրքրվածություն կա։ Մենք կապահովենք բեռնափոխադրումներուն անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդներուն եւ բեռնադարներուն համար գա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը գրնան գազմագերբել թրքական բեռնադարները, որոնք մշտապես երթևեկած են եւ այսօրալ աշխուժ երթևեկեն Հայաստանի ճանապարհներով։ Ադիգա գրնան կատարել նաեւ այլ երկրներու բեռնադարներ, բայց անգամ եւս կուզեմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք քրավոր կամ փանավոր որևէ բարդավորություն չէ ստանցնած, չէ համաձայնած, նույնիսկ չէ ագնարկած, որ դարածքեն ներս անվտանգության ապահովումը ներառյալ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումներու կամ բեռնափոխադրումներու պետք է կամ գրնա արդաբադ վիրագել այլ երկրի։ Նման բան չէ եղած, չկա բարձաբես։ Ընդհակառակը Հայաստանը բարդավորված է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչ որ պատրաստ են կնելու։ Հայաստանը երբեք քրավոր կամ փանավոր որևէ բարդավորություն չէ ստանցնած, չէ համաձայնած, նույնիսկ չէ ագնարկած, որ գրնա համաձայնիլ իր ինքնիշխանության, իրավազորության կամ դարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանեն Հայաստանի տարածքով Նախիջևանի ինքնավար հանրապետություն հաղորդակցության հարցին մեջ։ Արևմտյան Ադրբեջանեն Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի ինքնավար հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանային հաղորդուղիներու հարցին մեջ ենթախնդիր մնե եւ այստեղ ալ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցած, նշած է վարչապետը։ Անհավելած է, որ այս հարցին մեջ ալ անոնք արևելակույն ստեղծագործական ու ջգուն եղած են եւ կշարունակեն լալ։ 2022 թվականին հասցեակրելով Ադրբեջանի մտահոգությունները առաջարկած ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնակցած գազագերբության արդաբադ վիրագել սահմանի անցման ժամանակ քաղաքացիներու անցակրային եւ բեռներու մաքսային եւ այլ հսկողության կորձառույթը Ադրբեջանը չէ համաձայնած։ Հիմայալ հաշվի առնելով Ադրբեջանի բնդումը, թե երկարադեպ հագամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները պիտի խուսափին Հայաստանի սահմանային եւ մաքսային հսկողությունը անցնել են, առաջարկած ենք այս փուլին Զանգելան Մեղրի որդվար
եւ հագարակ ուղությամբ երաս խորտվար մեղրի եւ հագարակ ուղությամբ հաղորդակցության բացումը սկսիլ երկաթուղային բեռնափոխադրումներ են։ Նիկոլ Փաշինյանը նշած է, որ անոնք քրավոր առաջարկած են դարբերակը, որ չի նսեմացներ կողմերեն մեկը՝ ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ եւ հագարակ ուղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, ապա այդ հարցը արդեն իսկ լուծված է։ Գմնա Ադրբեջանը ըսե այո, որոշ ժամանակալ պիտի դեվե Հայաստանի դարածքներս Նռնացոր Գարջևան երկաթուղիին գառուցումը։ Երասխ Նախիջևանի հետ սահմանի հատվածին նույնպես երկաթուղիեն Գարջ կդորմը պետք է գառուցվի, բայց ասիգա Հայաստան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային գաբի համար է անհրաժեշտ եւ այս աշխատանքն ալ կարելի է արագ կատարել։ Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանեն թեպի Նախիջևան խողովակաշարերու էլեկտրական հաղորդման քիզերու մալուխներու դարանցում դրամատրել։ Անհասկանալի է, թե ինչու կմերժվին այս առաջարկները Ադրբեջանի կողմէ։ Հույս ունիմ ոչ զորաշարժի գեղձ առիթ կառուցելու համար։ Վարչապետը անդրադարձած է նաև Ադրբեջանի այն հայտարարություններում, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չդրամատրե, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը պիտի ապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։ Քավլիցի մենք դեմ չենք ադիգա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններուն եւ իրենց որոշման հարցն է, բայց նաեւ հստակ լալու համար գարցանակրենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանեն թեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն անցում դրամատրել, ինչ պայմաններով Իրանը գարաչարգե։ Ադրբեջանը ասորի պատասխան գսե, թե անցումը անխոչընդոտ պետք է լա, այսինքն Իրանով անցումը խոչընդոտված է, չէ որ մենք կսենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք դրամատրելու նույն անցումը, փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացագարկերու որոշ բարձեցումներ եւ ինքնաշխատ գործիքագազմերու ներդրում իրականացնել։ Ինչու ուրեմն Ադրբեջանը մերժած է մեր այս կառուցողական առաջարկները։ Երկրին ղեկավարը ընդգծած է, որ իր համոզմունքը հստակ է տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ փոխադրամիջոցային հաղորդակցություններու բացումը ամբողջությամբ նախապատրաստված է եւ անոր իրագործման համար անհրաժեշտ է միան Ադրբեջանի համաձայնությունը։ Այսքան ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ Բաքվի մեջ պահվող հայ քերիները ենթարկված են խոշտանգումներու եւ անոնց վերադարձին համար կգործադրվին դիվանագիտական չանքեր։ Անդրադառնալով Բաքվի հայտարարություններուն արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը ընդգծած է, որ Հայաստանը չի ստանցած որևէ պարտավորություն ներառյալ տարածաշրջանային կապուղիներու աբաշորշափակման վերաբերյալ, որ չէ կատարած։ Մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Բաքվի մեջ պահվող հայ ռազմակերիները, բադանտները եւ այլ անձինք կխոշտանգվին։ Անոնց նկատմամբ կգիրառվին ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման արգելված միջոցներ։ Ազգային ժողովեններ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ընդգծեց, կգործադրվին դիվանագիտական հնարավոր չանքերը խնդիրը հասցեակրելու ուղղությամբ, առաջնորդվելով չվնասելու սկզբունքով։ Բնականաբար հարց հնչում, իսկ ինչ է անում մեր դիվանագիտությունը։ Մեր դիվանագիտությունը անում է այն ինչ հնարավոր է եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունը առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով եւ ելի եթե բնական հարց է ծագում, իսկ որտեղ են դիվանագիտական ջանքերը, ինչու չեն երևում դրանք, ես ի պատասխան այդ հարցի միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր հայրենակիցներ գերեվարված 32 վերադարձան Հայաստանի Հանրապետություն եւ միջև պաշտոնական հայտարարության վերջին վարկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում են պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը նաեւ կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը եւ դրանց արդյունավետ լինելու հավանականությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով քերիներուն խնդիրը գրնալուծվիլ նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ըստորակրման արդյունքով։ Բացի հայտարարություններից մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետեւ կարծում ենք, որ դա է այն գործողությունը եւ խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել։
Ադրբեջանի մեջ շփահվող ռազմակերիներու, բադանտներու եւ այլ անձանց հարցով արտաքին գործոց նախարարը ներկայացուց վերջին 10 օրվան ընթացքին իրականացված քայլերը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արել է, այս մասին արել է։ Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենապատկառելի եւ վերաբերելի կառույցներից մեկն է։ Ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային եւ շինծու դատավարությունների թեմային եւ այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտարկումների, ապօրինի ներգործությունների թեմային։ Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ։ Ես ամբողջը վերջի մի շաբաթ 10 օրվա բան եմ ասում։ Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում։ Օրեր անց մեր հանդիպումից 1-2 օր անց 3 օր գուցե անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը Վոլկեր Տյուրկը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Այս հələ մի շաբաթն եմ թվարկել 10 օր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցութենեն Լիլիթ Մինասյանը անդրադարձավ դարաձաշրջանային գաբուղիներու աբաշրջափակման, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանը կմեղադրե բardավորությունները իբր չգադարելու եւ ոչ գործնական առաջարկներ ներկայացնելու մեջ։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյանը ընդգծեց, որ Հայաստանը չէ ստանցնած որևէ բardավորություն, որ չէ գադարած։ Մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային ենթատրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկում եւ նաեւ դրա տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ են կարել։ Արտաքին գործոց նախարարը նաեւ նշեց դարաձաշրջանի աբաշրջափակման խնդիրը լայն ընդգրկում ունի եւ միայն Ադրբեջանին չի վերաբերիր։ Մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այնտեղի ունենա նպատակ ունենք կապվել օրինակ նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, չգիտեմ, Չինաստանի հետ, եւ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք։ Հայաստանի արտաքին գործոց նախարարին անդրադարձը նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին մեջ հնչած դիտարկման, թե Հայաստանը չի համագործակցիր այնպիսի երկրներու հետ, ինչպիսին է Չինաստանը, հագադարձեց նաև քննադատություններուն, թե մեր երկիրը վատ տարածուցած է Բելարուսիո հետ հարաբերությունները։ Ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու եւ շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար այդպիսի գնահատական արել, իհարկե չեմ կիսում, շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել, մենք եւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է կամ հայտարարություն կամ երկկողմերը հանդես են եկել համատեղ մամլոհաղորդագրությամբ, որտեղ իմիջիալոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են եւ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը, այսինքն Չինաստանի կողմից ողջունվում է շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է եւ բարձրաձայն խոսել եւ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան, ես նաև հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան։ Դուք որ ասում եք, որ Բելարուսի հետ մենք վատթարացրել ենք հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես եւ հրապարակավ ընդունել են, որ Բելարուսը օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում ռազմական Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում եւ այդ մարդիկ ամենևին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ չեն, այդ հայտարարություններ արած մարդիկ, այդ մարդիկ Բելարուսի
ներկայացուցիչներն են։ Անդրադառնալով 2022 թվականին վարչապետի ինքնաշարժի Շարասյան ուղեկցող ոստիկանության մեքենայի կողմէ վրաերթի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի թադավարության ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց. «Թադական գործընթացը կցկցկվի, աբացույցներ կան հետանան»։ Պատգամավորը իշխանությունը մեղադրեց այն բանի մեջ, որ թադական համագարքը իրենց բարակային այլ կերպ կգործե։ Երբ որ դուք հարց տալիս էիք, որ ասում եք, որ մեր դեպքում դատական համակարգը լրիվ ուրիշ կերպ է գործում, արտաքին գործերի նախարարը հետևից ասես լուրջ եք ասում, որովհետև եւ իր դեմ մահապորցի գործով միջև այսօր որևէ մեկը դատապարտված չի։ Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, որ ենթադրենք մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ հենց անհասկանալի որոշումներ են կայացվել, որը ուղղակի ոչ մի մեկնաբանության չի տրվում։ Էլ չեմ ասում, ես տեսնում եմ, որ իշխանության ներկայացուցիչները դատարաններում ինչ-որ հայցերա, որ պարտվում են։ Գալիս ենք ստեղ, ասում եք բռնապետությունը, բանա դատական համակարգը, մարիոնետային դատական համակարգը, ոնց ուզում եք, մենք գնում ենք լուրերը կարդալու, տեսնում ենք մեր խմբակցության падգամավորը դատական գործընթացը պարտվել է, մեկը պարտվել է, մեկը այդ ոնց է։ Վարչապետը հավելեց, որ բացառված է ինքը միջամտե նշված քրեական գործին։ Դա չի կարա բնության մեջ այդպիսի հիմնավորում եւ ապացույց լինի։ Պարզապես չի կարա դա գոյություն ունենա։ Չի կարող, ասենք ինչ լաբորատոր հետազոտություն ուզում են անեն։ Այսինքն ես ուզում եմ մենք հասկանանք, եթե մենք դատական միջամտություն անողը լինեինք, մեր գործերով կանեինք այդ դատական միջամտությունը։ Եթե անողը լինեինք, բա ես որ ասում եմ այդ խայտարակ միջադեպերով մարդիկ իրենց համար ազատ պտտվում են, այդ ինչի մասին է վկայում։ Այդ վկայում է, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկի մի բան չեմ հարցրել։ Արդյունքում ստացվել է խայտարակ բան, ես ուղիղ եմ ասում եւ ասել եմ առիթով, որ սա խայտարակություն է, խայտարակություն։ Բայց մյուս կողմից դա ամենաուղղակի ապացույցն է, որ ոչ մի անգամ հեռախոսը չեմ վերցրել եւ որևէ հրահանգ չեմ տվել։ Ներքին գործոս նախարարուհին անդրադարձավ գալանավորված եւ ցերպակալված անձերու թադական նիստերուն ուղեկցելու խնդրին։ Արփինե Սարգսյանի ներկայացուցած դվյալներով 2024-ին եղած ուղեկցման 20170 հայդերեն չգադարված 27.7%-ը։ Ըստ նախարարին, բաժարը գլխավորապես ուղեկցող ստորաբաժանման թեր համալարվածությունն է։ Շուրջ 1 տարվան քննարկումներու արդյունքով խնդրի լուծման դարբերակ գտնված է։ Ոստիկանությունը ուղեկցելու է ձերբակալված անձանց եւ ապահովելու է նրանց պահպանությունը, արդարադատության նախարարության կողմից իրականացվելու է կալանավորված անձանց եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը եւ դատական դեպարտամենտի կողմից իրականացվելու է դատական կարգադրիչների ծառայությամբ պահպանություն, երբ որ գործ ունենք արդեն դատական նիստերի շրջանակներում տվյալ անձանց պահպանության հետ։ Հայաստան խմբակցութենեն Աննա Գրիգորյանը վարչապետեն հետաքրքրվեցավ, թե ինչու Հայաստանի կառավարությունը գործընթացի մեկնարկեն դարիների հետ թույլատրած է ամուլսարի հանքի շահագործումը։ Վարչապետը նշեց, թեև երկար ժամանակ անցած է, սակայն այդ ժամանակը չէ վատնված։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իդեմս կառավարությամբ ունեն բաժնեմաս ամուլսարի նախագծում, այո, այդ թվում ձեր նշած հետազոտության արդյունքում բնապահպանական խնդիրներ են բարձրացվել, այդ բնապահպանական խնդիրները ավելի համապարփակ ենք ընկալել, այդ խնդիրներին տրվել են համապատասխան պատասխաններ, այդ պատասխանները համարվել են վստահելի, ազդակիր համայնքների համար ձևավորվել են լրացուցիչ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական մեխանիզմներ եւ հետեւաբար կարծում ենք, որ ծրագրի գործարկումը լավ է եւ տնտեսական առումով եւ սոցիալական առումով, շրջակա միջավայրի եւ բնապահպանական առումով վերահսկելի եւ ստանդարտների մեջ է լինելու։ Բնապահպանական հարցի շրջանագեններս քաղաքացիական պայմանագրեն Նարեկ Բաբայանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանեն հետաքրքրվեցավ, թե ինչ քայլեր կձեռնարկե կառավարությունը Երևանի մեջ օդին աղդոտվածության խնդրի ուղղությամբ։ Մհեր Գրիգորյանի խոսքով խնդիրը նաև գործառութային է, բավարար չէ աղդոտվածության մագարտակը ցույց տվող հսկայարաններուն քանակը։ Շինարարական օբյեկտներում կամ հենց նենց վայրերում, որտեղ իրոք այդ խնդիրը սուր է, տեղադրված են սենսորներ,
որոնց տված ինֆորմացիայի միջինացումը իրոք տալիս է շատ պրոբլեմատիկ պատկեր, բայց անկեղծ ասած այդքան էլ այդպես չի, ինչքան որ մենք այսօր հրապարակային տեսնում ենք գնահատականներ, որովհետև ըստ գործող ստանդարտի, որպեսզի միջինացված պատկերի իրական գնահատական լինի, նաև այդ սենսորներից պիտի դրված լինի այն վայրերում, որտեղ չկա շինարարություն կամ չկա որևէ վնասակար գործունեություն։ Եվ այդ իմաստով երկու խնդիր ենք հիմա լուծելու, նախ մեկը տեսչական մարմինների գործառույթի լավարկումն է, որպեսզի իրոք գործառույթը նպատակին հասցնի, եւ երկրորդը այնուամենայնիվ տեխնիկական հագեցվածության խնդիր կա, որը նույնպես պիտի լուծվի։ Պատգամավորներն ու կառավարության անդամները քննարկեցին նաև շահումով խաղերու օրենքի նախագիծը։ Թաթեոս Ավետիսյանը վարչապետեն հետաքրքրվեցավ, թե ինչու փոխված է օրինակեզին դրամապանությունը 10% հարգի փոխարեն, առաջարկելով գրգնապատկել դուրքը, փերը նվազեցնելով 10-յակ անգամ։ Հարցը հարկերը տանելի դարձնելու մասին չի։ Հարցը նրա մասին է, երբ որ առաջարկող հարկը 100% անցնում է, այդտեղ տրամաբանականի մասին է։ Ես միջև այդ կետը քննարկմանով որ ներկա եղել կվկայի։ Միջև այդ կետը, որին ցույց են տվել, որ հարկերը մի րոպե 100%-ը գերազանցում, այսինքն 105% ենք դարձնում։ Ես միջև այդ կետը երկու ոտս դրած մի կոշիկի մեջ ասել եմ, չէ, մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մեկ էլ որ նայում ես իրոք 105% հարկը որն է, մենք տանելի լինելու մասին չի, սահմանափակումների մասով։ Սահմանափակումները էլի ինչքան էլ ես ասեմ ձեզ շատ էմոցիոնալ եմ վերաբերվում այդ հարցին, սահմանափակումների մասով երբ որ հանգիստ քննարկում ենք, տեսնում ենք, որ սահմանափակումների համար օպերատորը մեզ անհրաժեշտ է, որովհետև տվյալների հասանելիության մենք ասում ենք մեն մարդը, եթե որևէ մեկը խաղադրույք անում, հետո գալիս է փարուս ասում է ժողովուրդ, ես սոցիալապես անապահով եմ, 25030 վերջ ընտանեկան կամ սոցիալական նպաստ տվեք, մենք պետք է տանք նպաստը, բայց մյուս կողմից պետք է փակենք իր կողմից խաղադրույք կատարելու հնարավորությունը, բայց պետք է լինի օղակ, որտեղ այս քարտը անձը նույնականացվի, որ կարմիր լույսը վառի, ասի այս խաղադրույքի ճանապարհը փակեք, որովհետև ինքը սոցիալապես անապահովության համակարգի ներկայացուցիչ է։ Սրա մասին է խոսքը։ Հաջորդը, որ ես երկու ոտս դրել էի մի կոշիկի մեջ, ասում էի փակվում է, թող փակվի, մարդիկ ուրիշ փաստարկ բերեցին, ասին շատ լավ, մարդիկ Հայաստանում չեն դնի խաղադրույք, կդնեն արտասահմանում։ Ես էլ ասի ոչինչ, մեր օպերատորներին ասեմ, որ փակեն ինտերնետը, ասին VPN կօգտագործեն։ Հասկանում եք, որ փաստարկներ կա, որ ինչքան էլ ասում եմ, ես շատ էմոցիոնալ եմ, ես այդ հարցին վերաբերում։ Ոչ մեկը չմտածի, որ ասենք ինձնից ավելի բան է վերաբերվում, ցավով է տանում այդ խնդրեմը։ Հարց ու պատասխանի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև իր ներկայացուցած իրական Հայաստանի հայեցագարքին, աննշեց, որ հարյուրավոր մարդիկ արդեն իր հետ հանդիպելու եւ հայեցագարքը քննարկելու հայտ ներկայացուցած են։ Հանդիպումներուն շարքը պիտի մեկնարկե հարաճիգա օրերուն։ Կառավարության նաշապտվան նիստին ընթացքին քննարկված են բարձր արհեստագիտական ոլորտի խթանման նոր գործիքագազմերը, որոնց շրջանագեն ներս աշխատանքային քաղաքացիները, ինչպես նաև արհեստագիտական ոլորտ, նոր մուտք գործած աշխատակիցները ներգրավելու բարակային արհեստագիտական ընկերությունը յուրաքանչյուրի աշխատավարձի գծով հաշվարկված եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն պիտի ստանա, իսկ մասնագիտական աշխատանք կատարող անձնագազմերու վերապատրաստման բարակային արհեստագիտական ընկերությունը տվյալ աշխատակիցի աշխատավարձին գծով հաշված ժամանակահատվածին մեջ հաշվարկված եկամտահարկի գումարին 50%-ի չափով աջակցություն պիտի ստանա։ Նիստին ընթացքին անդրադարձ կատարված է նաև արտասահմանյան համալսարաններում մեջ ուսանողներուն գրթաթոշակային նոր համակարգին, մանրամասնությունները տեսանյութին մեջ։ Բարձր արհեստագիտական ընկերություններուն 2024-ին դրված է 6.5 միլիարդ դրամի աջակցություն։ Այս բահուն կդրամատրվի 1.5 միլիարդը, նույնքան կդրվի մինչև մարտի 31 եւ արդեն ուժի մեջ կմտնեն ոլորտի զարգացման նոր կարգավորումները։ Եկամտահարկի 60% աջակցություն կդրվի աշխատանքային քաղաքացիներ ներգրաված ընկերություններուն։ Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին 60%-ի չափով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները, այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև
վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում։ 3 ամիս կվերադարձվի վերապատրաստվող կամ սորվող աշխատագիցներուն եկամտահարգին 50%-ը։ Խոսքը ոլորտեն ներս երբևէ չներգրավված աշխատողներուն մասին է։ 5.1% կնվազեցվի թիրախային ոլորտներու հարգային փերը։ Ասիգա կվերապերի շրջանառության հարգով աշխատող ընկերություններուն։ Նախարարին խոսքով ծրագրին հիմքի մեջ դրված է ոչ թե միայն դեղեկատվական արհեստագիտությանց, այլև բարձր արհեստագիտական արդյունաբերության ոլորտը որպես քիդահեն տնտեսություն ունենալու կառավարության նպատակի հիմնական նախապայմանը։ Կիրառական հետազոտություն, կիրառական արժեք ստեղծելու պարագայում բոլոր այն ընկերությունները սկսած աղբի վերամշակումից մինչև հանքաբարձունաբերություն եւ մինչև բարձր տեխնոլոգիական ոլորտ, եթե ընկերությունները պատրաստ են ներդրում կատարել նոր գիտելիք ստանալու, ստեղծելու վրա, անկախ քանակից տվյալ աշխատանքներում, գիտահետազոտական աշխատանքներում ներգրաված աշխատակիցների քանակից, մենք պատրաստ ենք այս կարգավորումը տարածել բոլորի վրա։ Պիտի ձևավորվի միջկերադեսչական հանձնաժողով, ենթահանձնաժողովներ, որոնք հայդերը առանցին պիտի գնահատեն, իսկ հայդերը ներկայացնելու առաջին պատուհանը պիտի լա ապրիլ 1-ին 30։ Մեր խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ մենք շահառուին չենք կարողանում տեղ հասնել, որ այս բանը այս որոշումը իր մասին է, այդ որոշումը գալիս այսա 7 տարի կանցնի, մեկ էլ ընկերություններ կասեն ոնց մենք էլ կարայինք այդ բանից օգտվեինք եւ կասենք այո, կասեն բայց չենք օգտվել։ Հիմա պետքա խոսալ անընդհատ պետքա խոսալ բարձ, պետքա խոսալ հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել։ Ասիգա ըստ Փաշինյանի միայն ընկերություններում մասին չէ, ասիգա երկրին տնտեսության զարգացումը ապահովելու մասին է, եւ որոշումները պետք է մտնեն կյանք եւ հստակ ոլորտներ։ Վարչապետին խոսքով գրնանը լալ նաեւ ընկերություններուն հուշող դիպային նախագիծեր, թե ինչ անել ներառյալ բարձր որակավորմամբ մասնակիցներ հրավիրելու բարակային։ Որոշումները պետքա մեր վիճակագրության մեջ Երևան, մեր տնտեսական աճի մեջ Երևան։ Մեր որոշումները չեն երևում կամ բավարար չափով չեն երևում։ Եվ հետևաբար այստեղ մենք խնդիր ունենք եւ սա քաղաքական խնդիր է եւ քաղաքական մեխանիզմներով լուծելու խնդիր է։ Ձաղգացորի Խաչադուր Գեչարեցիի փողոց 1 հասցեով որպես առանցին քույք գրանցված 3680 քառակուսի մետր շենք շինությունները նաև 2.9 հեկտար հողամասը պիտի նվիրաբերվի Ձաղգացոր համայնքին վարչական թատրոնի շենքեր, ինքնաշարժի գայանադեղի եւ զբոսայգի կառուցելու համար, նաև ընդունելով Օրփելի եղբայրներու փողոց 9 հասցեի համայնքային սեփականության շենքի նվիրաբերությունը Հայաստանին։ Նախադեсված է մինչև 2029-ի ավարտը նվիրաբերվող դարածքի մեջ համայնքի միջոցներով ներդնել 1 միլիարդ դրամ։ Նախատեսվում է այդ 5 շինությունները ապամոնտաժել, կառուցել 2 նորը, այդ մեկում կլինի համայնքի վարչական նոր շենքը, երկրորդում թատրոնը, դրանց կիսանկուղային հարկերում եւ բակային տարածքում կլինեն նաեւ ավտոկայանատեղիներ 110-ից մինչեւ 200 տրանսպորտային միջոցների համար, իսկ ընդհանուր այդ 2.9 հեկտարի մեջ 2 հեկտարը հատկացված է լինելու զբոսայգի կառուցելու համար։ Ծաղկաձորում կարա տարօրինակ թվա, բայց զբոսնելու տեղ չկա, հանրային, որովհետեւ հանգստյան տներ են եւ այլ պարփակված տարածքներ են եւ զբոսայգի ունենալը շատ կարեւոր է եւ հույս ունեմ, որ կհետևենք, որ նախագծերը զբոսայգիների լինեն ժամանակակից պահանջներին համապատասխանող, համենայն դեպս համանքի կողմից ստանձնած ներդրման ծավալը թույլ է տալիս, որ պատշաճ մակարդակի ենթակառուցվածք ունենանք։ Ուսանողներուն արտասահմանյան համալսարաններում մեջ ուսանելու գրտաթոշակային քաղաքականությունը պիտի վերանայվի ֆինանսավորման տեսանկյունեն։ Նախադեсված է գիրառել ձեռնարկություններուն օրարական ներուժի հզորացման գործընթացի մեջ pedagogan աջակցության նոր մոդեցում։ Կառավարությունը համադեղությամբ դրամամիջոցներ պիտի դրամատրե օտարերկրյա հեղինակավոր համալսարաններում մեջ ուսանող հայաստանապնակ արևդրային գազམ་ագերբություններու աշխատագիցներու ուսման վարձը։ Ծրագրի գործելու հիմնական պայման է, որպեսզի սրան մասնակցի մասնավորը։ Այսինքն առևտրային կազմակերպությունը, որը իդեպ պետք է ունենա առնվազն 100 աշխատող, որպեսզի մեզ համար նաև տեսանելի լինի գործընկերության կայունությունն ու վստահելիությունը, համաֆինանսավորի կրթաթոշակը առնվազն 50%-ով, որից հետո նաև նախատեսվում է, որ պետությունը նույնպես ամեն տարի առավելագույնը 10 միլիոն դրամի չափով, մնացորդային գումարի չափով կրթաթոշակ կտրամադրի։
Ուսումնառութենեն ետք քաղաքացին պետք է առնվազն 3 տարի մասնակցությամբ աշխատի գազագերբության մեջ։ Վարչապետը նկատել տվավ, որ խնդիրը շատոնց կմտահոգե կառավարությունը, քանի որ պետությունը չունի ծրագիր, որ ուսանողներուն առաջնակարգ համալսարաններու մեջ ուսանելու եւ այստեղ կորձելու հնարավորություն տա։ Լույս հիմնադրամի կողմից կրթաթոշակ ստացածների ընդամենը 20%-ն է, որ վերադարձել է Հայաստան, եւ հետեւաբար ստացվում է, որ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում։ Համանման գործունեություն մենք փորձեցինք պատվիրակել, որպեսզի իմ քայլը հիմնադրամը իրականացնի, բայց այդտեղ իհարկե տոկոսը որոշակիորեն ավել է 60%-ի չափով, բայց ելի 40% չվերադարձելիություն ունենք, որը խնդրեմ է։ Թվում է թե պայմանագիր է կնքած, թվում է թե կառավարությունը կամ ուղիղ կամ անուղղակի աջակցում է, որ մարդիկ գնան սովորեն, գնում են հետ չեն գալիս։ Պետք է կոնկրետ ընկերությունների պետք լինեն կոնկրետ մասնագետներ, մենք իրանց աջակցենք, որպեսզի իրանք այդ մասնագետներին պատրաստեն այն կանխավարկածով, որ մասնավորի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունը ավելի դժվար է չկատարել, քան կառավարության նկատմամբ, որովհետև հիմա կառավարությունը երբ որ գնա այդ 80 կամ 40%-ի հետևից, ես համոզված եմ, որ բան կսկսվի, մի հատ շարժում կսկսի, թե ինչպես է կառավարությունը ապազգային ձևով թույլ չի տալիս, որ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ Նոբելյան մրցանակ ստանան եւ Նոբելյան մրցանակի դռնից բռնում հետաբերում Հայաստանի Հանրապետություն։ Թվերը տեսնելիս ուղղակի ջղայնանում եմ։ Կենացային տրամաբանությունը, որ սրա հետ դնում ես, համեմատում ես, ասում ես, լավ, լսեք, ինչքան կարանք մենք մեզ կեղծենք, ինչքան կարանք կեղծենք, ինչքան խորը կարա լինի կեղծիքը։ Նախարարուհի Անդրեասյանի խոսքով 2018-ին գործող դարեկետման համագարկը Շանհայի վարկանշավորման համագարկի առաջին 50 համալսարաններ ընդունված ուսանողներուն համար է։ 380 անց օգտված է համագարկեն, անոնց մե ավելի քան 330-ը դագավին ուսանին, 45-ը ավարտած են։ Եթե 45-ն էլ չեն վերադարձել, այդ արտոնությունը մենք հանում ենք ուղղակի։ Ես առանց քննարկման։ Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել։ Ընդ որում տղաներ են թե աղջիկներ են, էական չի։ Այստեղ մենակ ծառայության մասին չի, որովհետև մենակ զինվորական ծառայության մասին չի։ Վերադարձածների վիճակագրությունը կտակ, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինեն, մենք ուղղակի այդ արտոնությունը բան ենք անում։ Մենք կներեք այդքան ռեսուրս չունենք զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու։ Իրանք իրանց զարգացման համար ներդրում անելու ձևը կգտնեն։ Վարչապետը առաջարկեց ներկայացված տեխնազուներուն համար բարդատիր պայման սահմանել տվյալ ընկերության մեջ առնվազն 2 տարվան աշխատանքային փորձը։ Հիմնարկը թող 2 տարի իր մոտ աշխատի, աշխատավարձ վճարի այդ աշխատողին, ճանաչի աշխատողին, որովհետև չի կարելի։ Հա, այսինքն իր աշխատավարձն էլ ընդ որում էս էլ է բան, պետք է աշխատավարձն էլ նայել, եթե նվազագույն աշխատավարձ է տվել, օրինակ, ուրեմն ասում է, որ գիտեք, ինչ էս աշխատողը որակավորում չունի։ Ասում ենք բուհում սովորել, պատկերացնում ենք 18 տարեկան։ Այստեղ ֆունդամենտալ խնդրեմ կա, չէ՞ մենք այս ծրագրով պատկերացնում ենք 22 տարեկան, 24, 27, 30, 45, որ մարդը իրական տնտեսության մեջ թե չէ ելնելու է արտագաղթի եւ բանակից ազատվելու այդ մեխանիզմ։ Կարող է սրա համար մարդիկ գործարան բացեն, որ ֆաբրիկա զվյոզդ։ Մհեր Գրիգորյանի խոսքով արտասահմանի մեջ ուսանած անձերուն վերադարձին համար կարևոր է, որ մեր տնտեսությունն ալունենա այդ կրթության գարիքը բավարարող աշխատատեղեր։ Չվերադառնալու նաև առերեսվում ենք երկու այլ խնդրի հետ։ Մեկը, որ ֆիզիկապես վերադառնալ ու աշխատանքը վերադարձնել այսօրվա իրականության մեջ տարբեր բաներ են, 6 ամիս հետո լրիվ ուրիշ բան է դա լինելու, որովհետև փաստ չի, որ մարդը արտասահմանից Հայաստանում չի աշխատում ու շատ արդյունավետ։ Ի վերջո մեր բիզնեսը լավ աշխատողներ որ ունի, այդ աշխատողները զգալի մասը Հայաստանում չեն։ Հարցերը, որոնք մենք զուգահեռ եթե չկարգավորենք, այո, ձեր ասածը կստացվի, պարոն վարչապետ, կստացվի, ներդրում ենք անում արտագաղթի մեջ։ Դպրոց ավարտեցին, վերջ, արդեն բան, արդեն իրանք մենակ թոփ մասնագետ են։ Չկա տենց բան։ Դպրոց ավարտելուց հետո ով է մեր մոտ կամ ասում ես գնամ կամ այդ որ ծնող կթողի երեխեն ոնց անվճար գնանք աշխատեք, կտրականապես դեմ եմ, եթե չենք անում ավելի լավ է չանենք, կամ անում ենք իմ ասած ձևով։ Ընկերությունը պետք է ցույց տա, որ ինքը ներդրում է արել այդ աշխատողի վրա, աշխատավարձի տեսքով, եկամտային հարկի տեսքով, եւ հիմա ուզում է իր ներդրումը դարձնի շարունակական։
երբ որ այդ ընկերությունից մասնավոր կգնան հետ չեն գա, այդ ժամանակ այդ ընկերությունը կգնա իր ընտանիքի անդամների հետևից։ Նույնիսկ բակալավրից հետո մագիստրատուրա միանգամից գնալու կուլտուրան այդեն շատ տարածված չի։ 0 դասարանում շնչում ես, ակադեմիկոսի կարգավիճակում արտաշնչում ես։ Всё, это կրթության շարունակականությունը։ Կներեք, դա абսուրդ է, եւ դրա համար է, որ ունենք այն, ինչ որ ունենք։ Տոննաներով դիպլոմներ, տոննաներով, ֆուրերով դիպլոմներ, բայց որ իրականության մեջ ուզում ես հասկանաս ինչա կատարվում, այդքան էլ տենք։ Ծրագրին գրնան թիմել վերջին 5 տարվան ընթացքին առնվազն 100 աշխատագից ունեցող գազագերբությունները։ Որոշումը ընդունվեցավ, հաստատվեցավ Պետության 50% ֆինանսավորման համար, ընկերության մեջ առնվազն 2 տարվան աշխատանքային փորձի վարչապետին առաջարկը։ Մինչև աշուն պիտի գդարվի մշտատի դարգում։ Կրթությունը ստանալի հետ չվերաթարցածներուն վիճակագրությունը հաշվի առնելով, պիտի քննարկվի ծրագիրը թատրեցնելու հարցը։ Սփյուռքի գործոց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մամլոասուլիսի ընթացքին հայտարարած է, որ Սփյուռքի շարք համայնքներ այսօր կանգնած են լուրջ մարտահրավերներու առջև։ Ուկրաինայահայության մեծ մասը հերացած է երկրեն, իսկ Լիբանանի եւ Սուրիո համայնքները վտանգներու առջև ծայրացած են։ Միևնույն ադեն Երուսաղեմի հայոց պատրիարքարանը արերեսված է հարգային բարդավորություններու խնդրին, որ կրնա վտանգել համայնքին ներկայությունը։ Միջազգային անկայուն իրավիճակն ու աշխարհի դարբեր անկյունները աջող թեժ գեդերը ոչ միայն կվտանգեն, այլև կվերափոխեն Սփյուռքի հայկական համայնքները։ Անոնց շարքին է նաև Ուկրաինան։ 450-ից 500,000 հայերը, որոնք բնակվում էին Ուկրաինայում, նրանց մի մեծ մասը այլևս այնտեղ չի։ Ըստ Սինանյանի ամենեն վտանգված է Լիբանանի եւ Սուրիո հայկական համայնքներն են, ուր մեծ արդահոսք կա։ Դեկտեմբերի սկզբից մի քանի 100 սիրիահայեր եկել են Հայաստան։ Վարչապետին հանձնարարականով Սինանյանը ապրիլին պիտի մեկնի Սուրիա։ Այս բահուն լուրջ խնդիրներ կան նաև Իսրայելի մեջ։ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվերից սկսած ինչ որ հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին, պնդելով, որ պատրիարքարանը մի քանի տասնամյակ չի մուծել ինչ որ գույքահարկեր եւ այլն եւ պահանջում եմ կլորիկ այսպես գումի գումար պատրիարքարանից, որի չվճարման դեպքում, այսինքն պետությունը հնարավոր է պատժիչ քայլերի դիմի, այսինքն պատժիչ ասելով ֆինանսական իմաստով եմ ասում, իսկ դա ինչ է նշանակում, որ ինչ որ մի ձևով այդ պարտքը փակվի, իսկ ինչ ձևով են պարտքերը փակվում, դա հավանաբար գույքի միջոցով, տարածքի միջոցով, որը ճակատագրական կարող է լինել մի քանի հարյուրամյակներ Երուսաղեմ հայկական ներկայության հետ։ Սինանյանի խոսքով Հայաստանը նորը սկսած է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ դժվար թե իրավիճակին վրա գարենա մեծ ազդեցություն ունենալ։ Հայաստանի քաղաքացիներու արդակսումները սկսած են Միացյալ Նահանգներու մեջ։ Խնդիրեն դեղյակ են, բայց հարցը հանձնակատարի գրասենյակին իրավասության ներքո չէ։ Ադորմով գզբաղին pedagogan այլ գառույցներ։ Հայաստանի հանրության քաղաքացիներն, որոնք ի սկզբանե իրավունք ունեին Միացյալ Նահանգներում գտնվելու։ Գիտենք այս 2000 մի քանի անձանց արկայության մասին, ես կարծում եմ, որ իրականում թիվը մեծ է ավելի, այսինքն սա զուտ առաջին այսպես խմբականակն է։ Սինանյանը անդրադարձավ վերջին շրջանին ցեղասպանության հետ կապված խոսույթին։ Ըստ անոր միշտ աշխուժորեն աշխատած են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ հիմայալ ոչ ոք կհերքե եւ չի գրնար հերքել այդ իրողությունը։ Ցեղասպանության ճանաչման գործընթացի արդյունքում պետք է կոնկրետ հասկանանք ինչ արդյունք ենք ուզում ստանալ։ Եթե դա զուտ մեր բարոյական հաղթանակն է, ապա գիտեք մենք արդեն տարել ենք այդ բարոյական հաղթանակը, որովհետև համենայն դեպս արևմտյան աշխարհը մեծ իմաստով արդեն ճանաչել է ցեղասպանությունը եւ հարց է ծագում թե եւ հետո։ Սինանյանը բնտեց, որ պետք է սահմանել իրադեսական նպատակներ եւ այդ ուղղությամբ հարաճ շարժիլ։ 26 տարի ունեինք ազատ, այսինքն Արցախ, որը մեր վերահսկողության տակ էր, հայ ժողովրդի վերահսկողության տակ էր, այսպես ասեմ, բայց արի ու տես, որ այդ տարածքները որևէ մեկը չեկավ Սփյուռքից բնակեցնելու։ Մարդիկ չեկան, մենք չտեսանք հսկայական հոսք մարդկանց, որոնք գալու են եւ բնակվելու են հայկական, ասենք, ազատագրված տարածքներում, չէ՞։ Հիմա այդ խոսում ենք այդ հողերի մասին, ինչ նպատակով։ Ես դա եմ փորձում հասկանալ, քանի հոգի է իմ նման վեր կենալու եւ այնտեղ ամբողջ կյանքները ապրելուց կամ կյանքի մեծամասնությունը ապրելուց դու գալու եւ բնակվելու Հայաստանի Հանրապետությունում։ Իքորց դիասպրո Սփյուռքի երիտասարդ տեսփան Քայլ Թեբիդուն Սփյուռքի գործոց հանձնակատարի գրասենյակին ծրագիրները պիտի շարունակվին նաեւ այս տարի։ Պիտի ընդլայնի հանձնակատարներուն ցանցը, դեղի պիտի ունենա երկրորդ համահայկական երիտասարդական համաժողովը։
Economist Intelligence Unit-ի հրապարակած 2024 թվականի ժողովրդավարության ցուցանիշի մեջ Հայաստանը զբաղեցուցած է 83-րդ տեղը, 15.35 միավորով պահպանելով համատեղ վարչագարքի կարգավիճակը։ Հակառակ դիրքի բարելավման ժողովրդավարության մագարտակը նախորդ տարվան համեմատ նվազած է։ Եվրասիական տնտեսական միության երկրներում մեջ Հայաստանը պահպանած է ամենեն բարձր ցուցանիշը, զիջելով միայն Մոլդովային։ Դասը հնարավորեն 5.35 միավոր 167 երկրներու շարքի մեջ 82-րդ տեղը։ Economist Intelligence Unit-ը հրաբարակած է 2024 թվականի ժողովրդավարության ցուցանիշը։ Հայաստանը կշարունակե մնալ համատեղ վարչագարքերու խումբի մեջ։ Հայաստանի վարկանիշը սկսած հեղափոխությունից սկսել է ուրեմն աշճանաբար բարձրանալ բոլոր ինդեքսներում եւ նաեւ շատ դեպքերում տեղի է ունեցել ճամբարի փոփոխություն, այսինքն երկիրը կիսաավտորիտարից անցում է կատարել օրինակ հիբրիդային ռեժիմի, բայց վերջի շրջանում նաև տեսնում ենք, որ որոշ առումներով որոշակի հետընթացներ կան։ Թեև սպաղեցուցած թիրքի բարելավում ունենք, սակայն ժողովրդավարության ցուցանիշի մեջ միավորները նվազած են։ Օրինակ 2022 թվականին նույնպես մեր երկիրը սպաղեցուցած էր 82-րդ տեղը, սակայն ավելի բարձր 5.63 միավորով, իսկ 2023 թվականին այս դարվան համեմատ ավելի բարձր միավորով 5.42-ով սպաղեցուցած էր 84-րդ տեղը։ Ինչպես կբադահի, որ 2023-ի համեմատ ավելի քիչ միավորներով հիմա 84-րդ դեղեն մենք հայտնված ենք 82-րդի մեջ։ Աշխարհում կա ժողովրդավարության հետընթաց եւ արդեն երկար ժամանակահատված է, որ հետազոտողները այդ հետընթացը արձանագրում են։ Ժողովրդավարության ցուցանիշը կքննադե երկրներու ժողովրդավարության մագարտակը, օգտագործելով 5 հիմնական ոլորտներ՝ ընդրական գործընթաց եւ բազմագործություն, ղարավարման գործառույթներ, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ, քաղաքացիական ազատություններ, յուրաքանչյուր ոլորտին կդրվի 0-ին 10 միավոր եւ հիմք կընդունվի ստացված վերջնական միավորը։ Ըստ այս տարվան ուսումնասիրության ընդրական գործընթաց ու բազմագործություն բաժնի մեջ Հայաստանը վաստակած է 7.92 միավոր, ղարավարության գործունեություն բաժնի մեջ 4.29, քաղաքական մասնակցության մեջ 6.11, քաղաքական մշակույթի մեջ 313, քաղաքացիական ազատությանց մեջ 5.29։ Այդ հետընթացները այնպիսին չեն, որ մենք այսօր ասենք, որ մենք վերադարձել ենք մինչ հեղափոխական ուրեմն շրջանի գնահատականներին, ոչ։ Դրանք միևնույն է, բարձր են ի տարբերություն մինչ հեղափոխական շրջանի, բայց դրանք ավելի ցածր են հետհեղափոխական առաջին փուլի ժամանակահատվածում տրված գնահատականներին։ Փորձագետ Էդգար Վարդանյանը միավորներու նվազման պատճառներեն մեկը համարեց դարբեր հարցերու մեջ չափանիշներու բացակայությունը։ Օրինակ ասեմ, շատ հաճախ ոստիկանությունը հանդուրժում է ակնհայտ անհանդուրժելի արարքներ։ Այնպիսի ազատություն է տալիս բողոքի ցույցի մասնակիցներին, որը որևէ ժողովրդավարական երկրի ոստիկանություն չէր տա։ Ոստիկանությունը կարող է հանդուրժել շաբաթներ շարունակ կամ նույնիսկ ամսից ավել տևող այնպիսի բողոքի ցույցի, որը պարալիզացնում է շատ բանուկ խաչմերուկի գործունեությունը, բայց կարող է մեկ այլ իրավիճակում ոստիկանությունը չհանդուրժի նույնիսկ մի քանի վայրկյան ինչ որ փողոց փակելը որպես բողոքի արտահայտման միջոց։ Եվ այստեղ հասկանալի չէ, թե որն է այն ստանդարտը։ Այդպես է նաև խոսքի ազատության հարցի մեջ իրավունքի քերագայությունը կվիճարկվի, քանի որ նույնանման խնդիրներու դարբեր արձագանքներ կլան։ Այսպիսի վարկանիշային աղյուսակները կարևոր են հատկապես ժողովրդավարության ցկտող երկրներուն համար, որբեսի փոխեն, ուղեն, լրացնեն բացերը, գոմնագի աչքով ավելի հստակ տեսնեն ուր եւ ինչի մեջ գթերանան, որբեսի նաև հնարավոր նվազող թիվերնալ չավելնան։ Այնուամենայնիվ Հայաստանը, թեև որպես, ասենք, որոշակի հետընթացներ արձանագրող պետություն, դիտարկվում է որպես դեպի ժողովրդավարություն գնացող պետություն։ Դարաձաշրջանեն ներս ժողովրդավարության փառաչադարը կշարունակե մնալ Հայաստանը։ Վրաստանը 4.70 միավորով, Թուրքիան 4.26 միավորով կզբաղեցնե 100-րդը։ Ադրբեջանն ու Իրանը ինքնիշխան երկրներու շարքի մեջ են։ Ադրբեջանը 2.80 միավորով 126-րդը, Իրանը 1.96 միավորով 154-րդը։ Մեր երկիրը հարաճադար է նաև Եվրասիական տնտեսական միության երկրներու շարքի մեջ։ Իսկ իդ խորհրդային երկրներեն Հայաստանը գզիչի միայն Մոլդովային 6.04 միավորով, վերջինս կսպաղեցնե 71-րդ տեղը։
Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին, մինչ հաջորդ շաբաթ։